Նա ով որ Վալոդյա Գրիգորյանի հանդեպ այդպես հավարվել, անձամբ իմ թշնամին է։ Սա տան մերձակայքում է, որտեղից մեզ հասած տեղեկությունների համաձայն ենթադրյալ հանցագործը քայլել է դեպի քաղաքացիների ուղղությամբ եւ նրանց ուղղությամբ կրակահերթ արձակել։ Սա ամբողջ տարածքն է, որտեղ դիմակավորված քաղաքացու կրակոցները սպանել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին ու ոստիկան ընկերոջը Կարեն Աբրահամյանին։ Երրորդ անձը 41-ամյա Արծրուն Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչ էր տեղի ունեցածը՝ վրեժխնդրություն, հաշվեհարդար, թե սպանությունների նոր սկիզբ։ Այո, սա Նիկոլի դարաշրջանը։ Կպական չեղար պետք է կներեք ինձ։ Որ ինքը համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր լինելով։ Այո, մեր համար մեր բոլորիս սենց թևերը կոտրված է այսօր, այս վարքյանին։ Որպես մարդ ազնվորություն, որպես ոչ թե համայնքապետ, նա ամբողջ իր ապրած տարիքում միայն սեր ու հարգանք հավայել է։ Վարկած Նիկոլին հարցրեք, Նիկոլին պատասխան կտայել է։ Հա, այդ մարդ ընդդիմություն չի սիրում, այսար, էդ է, պատճառ չկա։ Հաջորդ են մալ եննական, էդ են մայ ժիմնազին։ Հիվանդանոցից լսել եմ ու դուրս եմ եկել եմ, շատ ցավում եմ, որտեվ ինքը շատ լավ մարդ էր ու մեծատառով տղա։ Ես այդքան բան կարամ ասեմ, ինքը կյանքում ոչ ոքի վատ բան չի արել։ Լավ մարդ էր, ընտիր մարդ էր, լրիվ ընտիր ազնվորություն էր։ Ամբողջ Մերձավանը սգում է Վալոդյա Գրիգորյանի մահը։ Լավ մարդ ու օրինակելի ղեկավար էր։